Եվ այսպես հայ սուպերստար 6 նախագիծը կայացավ, մնաց վերջին քայլը։ Հոկտեմբերի 4-ին մարզահամերգային համալիրում ժամը 19:00-ին։ Տասնապատիկ շնորհակալ եմ, որ սենց որոշում կայացրեց Շանտ ընկերությունը։ Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, նման բան հայկական հեռուստատեսության մեջ չի եղել, մրցույթ, որի հաղթողին հայտարարում են նման մեծ համերգի ժամանակ։ Առաջին անգամ հայ սուպերստարի պատմության մեջ ամենամեծ դահլիճը Հայաստանում Երևան քաղաքում, որտեղ որ համաշխարհային աստղեր են ելույթ ունեցել։ Անգամ իմ սերնդակիցների մեջ կան մարդիկ, ովքեր այդ դահլիճում չեն երգել երբևէ։ Եզակի հնարավորությունը այն մարդկանց, այն երեխաներին, որոնք որ 6 ամիս առաջ միգուցե մենակ իրենց տանն են երգում։ Մարդիկ 20 տարի երգում են, համալի բեմ չեն բարձրացել։ Եվ սա հենց այն հնարավորությունն է, որ հեռուստաընկերությունը տալիս է շանս, որպեսզի մեր հեռուստադիտողը գա, ներկա լինի այնտեղ, այդ հսկա մարզահամերգային դահլիճում եւ բոլոր մասնակիցները տարիների X Factor-ի ազգային երգիչ, այդ տաղանդավոր երեխեքը, որ են դուետները մենք տեսանք, ես շատերին չգիտեի։ Ժողովրդական երգիչ, հայ սուպերստար եւ վերջը մեր հաղթական հայ սուպերստար 6 բոլոր 13 մասնակիցները, ում որ դուք արդեն հասցրել եք սիրել։